Արմլուրայեմի տեղեկությունների համաձայն օրերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում թեժ կռիվ և վեճ է եղել ուսանողուհիների միջև։ Ամեն բան սկսվել է նրանից, որ 4-րդ կուրսի ուսանողուհին անհանդուրժողականություն է դրսևորել և ծեծել 3-րդ կուրսի ուսանողուհուն վերջինիս լսարանում դաս անելու ու լսարանից դուրս գալու շուրջ ծագած խնդրի պատճառով։ 4-րդ կուրսի ուսանողուհին հրամայել է, որ 3-րդ կուրսի ուսանողները լքեն լսարանը, քանի որ իրենք պետք է այդ լսարանում դաս անեն։ 3-րդ կուրսի ուսանողուհին խնդիրը փորձել է հասկանալ դեկանատի աշխատակիցների հետ և բարձրաձայնել է խնդիրը, փորձելով լուծել լսարանի զբաղվածության անհամապատասխանությունը։ 4-րդ կուրսի ուսանողուհին, որը ըստ Արմլուրի տեղեկությունների բռնցքամարտիկ է, իմանալով, որ դեկանատում հնչել է բողոք, փորձել է ուժով հարցեր պարզել իրենից փոքր ուսանողուհու հետ և վերջինիս ծեծի է ենթարկել։ Արմլուրի հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը հաստատել է տեղեկությունը։ Մեր ակադեմիական բարևարկության կարգով արգելված է անհանդուրժողականությունը և մեր արժեքային համակարգում ամրագրված է, որ բոլորս բոլորի նկատմամբ պետք է լինենք հարգալից և հանդուրժող։ Ուսանողուհին ծեծել է ուսանողուհու, հարցը քննարկել ենք և առաջնորդվել համալսարանի էթիկայի կանոնագրքով, ինչպես նաև ներքին կարգապահական կանոններով։ Այն ուսանողուհին, ով ծեծել էր, հեռացրել ենք համալսարանից։ Մյուս ուսանողուհին գրել է բացատրություն և առաջիկայում լինելու է ռեկտորատի նիստ։ Կախված բացատրությունից մյուս ուսանողի հարցն էլ կքննարկվի ռեկտորատի նիստում, բայց մյուս ուսանողը ոչ կռիվ է հրահրել, ոչ էլ մեծ հաշվով մեծ մասնակցություն է ունեցել։ Առաջացել է խնդիր, նա գնացել դեկանին է ասել, մյուսը այպանել է, ծաղրել է դեկանին ասելու համար, հետո ծեծել է։ Ծեծողին անմիջապես ենք հեռացրել հարցը քննարկելուց և նրա բացատրությունը լսելուց հետո։ Ծեծվողի հարցն էլ քննարկման փուլում է, ռեկտորատի նիստը դեռ չի եղել։ Արմլուրի հետ զրույցում ասել է ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը։